Այս տանն է բնակվում Ավետիքը, ում վրա հարձակվել են փետրվարի 5-ին Նուբարաշենի Զորամասի մոտակայքում, հարվածել գլխին, ինչի հետևանքով կուրացել են տղայի երկու աչքերը։ Պայմանագրային զինծառայող էր Ավետիքը, հատուկ նշանակության զորքերում, սպեցնազում։ Տեսախցիկի առաջ խոսել հրաժարվեց, սակայն պատմում է երեկոյան 8-ին կես ժամով Զորամասից դուրս էր եկել, գումար փոխանցելու։ Հետ գալիս Զորամաս չմտած մեջքից հարձակվել են, գլխին հարվածել ու էլ ոչինչ չի հիշում։ Կողքի տանն ապրող հարազատը պատմում է, Ավետը հավասարակշռված քչախոս տղա է, անհավատալի է համարում նրա հետ կատարվածը։ Ամեն գնալուց հետո 2-3 օր պետք է որ ուշքի գաս ասել։ Այդ երեխան տեսել ես առողջ, ամեն ձևի հիմա խիղճ դել է տանջում։ 2 ամիս հիվանդանոցում է անցկացրել տղան, վերակենդանացման բաժնում։ Մի քանի շաբաթ է որ տուն է տեղափոխվել, մանրամասները հարազատն է պատմում։ Ես վերջում նորից էլի վիրահատել են, բաց վիրահատություն ճակատը բացել են։ Մայրն ասում է գլխի հետևի հատվածին այնպիսի հարված էր եղել, որ տղան գլուխը օրերով բարձին դնել չէր կարողանում։ Ավետիքը պնդում է, գլխին հրազենով են հարվածել, բայց գաղափար չունի, թե մեղավորներն ովքեր են։ Ինքը ոչ մեկի հետ ոչ մի հակասություն չի ունեցել։ Դեպքով կալանավորված 1 անձ կա։ Մեկին էլ արգելել են երկրից դուրս գալ, քննչական կոմիտեից են հայտնում։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից մեկի նկատմամբ 325-րդ հոդվածի առաջին մասով, այն է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը, մյուսի նկատմամբ 322-րդ հոդվածի առաջին մասով, այն է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը։ Ոչ Ավետիքը, ոչ մայրը տեղյակ չէին, որ նման զարգացումներ են եղել։ Իրավապահների կողմից որևէ ծանուցում չեն ստացել։ Տղան ասում է, եթե գոնե 1 աչքի տեսողությունը տեղում լիներ, ինքն անձամբ կպարզեր ովքեր են։ Մայրը պատմեց, Ավետի 1 աչքը արդեն հեռացրել են, մյուսը թեև բաց է, բայց ոչինչ չի տեսնում։ Բժիշկները հուսադրել են, ժամանակի ընթացքում տեսողությունը կվերականգնվի։ Սեդակ Յուրեղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։